Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ ավանդաբար ինչպես միշտ նախ ես ձեզ հորդորում եմ անպայման բաժանորդագրվել Antifek YouTube-յան ալիքին, նաեւ իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ եւ Astromag եւ Թալիսմանների իմ երկու YouTube-յան ալիքներին, նաեւ հորդորում եմ անպայման բաժանորդագրվել իմ Telegram-յան ալիքին, քանի որ գիտեք, որ արգելափակված է Facebook-յան էջս, ինչ պատճառներով ընդհանրապես ես զրկված եմ այնտեղ նյութեր տեղադրելու հնարավորությունից, եթերներ դուրս գալու հնարավորությունից եւ այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք շարունակել ինձ հետևել, անպայման բաժանորդագրվեք Telegram-յան ալիքից, դեպ Facebook-յան էջում արդեն ակտիվությունս ընդհանրապես հեռացվում են իմ տեղադրված նյութերը, այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք շարունակել ինձ հետևել, բաժանորդագրվեք Telegram-յան ալիքի սիրելիներս։ Բոլոր հղումները կլինեն այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ Իսկ այժմ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, երկրաշարժների մասին, որոնք տեղ են ունենում Թուրքիայում։ Գիտեք, որ ամենաուժեղ երկրաշարժը վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցել փետրվարի 6-ին 2023 թվականին, եւ դա տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում եւ Սիրիայում։ Բավականին հզոր երկրաշարժ էր, մեծ ավերածություններով եւ մարդկային զոհերով։ Եվ այդ երկրաշարժից հետո ես իհարկե ներկայացրեցի կանխատեսումը եւ ասացի, որ մոտակա տարիներում նույնպես սպասվում են հզոր երկրաշարժներ եւ հատկապես այս ընթացքում, երբ մենք մոտենում ենք այդ լիալուսնին, ընդհանրապես լիալուսինների ժամանակ լինում են ուժեղ երկրաշարժներ, որովհետեւ լուսնի ձգողականությունը ստեղծում է այդ գեոմագնիսական տանումները, երկրակեղևի ներսում որոշակի լարվածություն եւ դրա հետևանքով կարող են տեղի ունենալ երկրաշարժեր, նամանավանդ որ հենց փետրվարի 6-ի երկրաշարժը 2023 թվականի տեղի ունեցել անմիջապես լիալուսնից հետո։ Լուսինը այստեղ առյուծում էր, իսկ արեգակը գտնվում էր ջրհոսում։ Եվ ահա օրերս դա տեղի ունեցավ հունիսի 3-ին 2025 թվականին գիշերը, նույնպես տեղի ունեցավ բավականին ուժգին երկրաշարժ, 6 բալանոց երկրաշարժ, այս անգամ Առափնյա շրջաններում Մարմարիսի մոտակայքում էր էպիկենտրոնը եւ նույնպես բավականին հզոր երկրաշարժ էր, ճիշտ է, զոհեր մեծ չեղան, բայց այնուամենայնիվ շատ ուժեղ անընդհատ այսպես երկրակեղևը ցնցվում է այդ Առափնյա շրջաններում հատկապես եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ իսկապես անմիջական կապ ենք տեսնում հենց այդ փետրվարի 6 2023 թվականի երկրաշարժի հետ։ Արեգակը միացած է Մարսի հետ։ Հետաքրքիր, իսկ Մարսը տարանցիկ միացած այդ հզոր երկրաշարժի լուսնի հետ։ Անմիջապես Պլուտոնը սկսել է դիմակայել սև լուսնի հետ այդ հզոր երկրաշարժի, որը նույնպես ստեղծում է կասկածներ եւ այդ կասկածների մասին ես բազմից խոսել եմ, այդ դավադրությունների տեսություն է թե ոչ, բայց այնուամենայնիվ շատ կարծիքներ կան, նաեւ մասնագետների կողմից արտահայտված, որ այս երկրաշարժը հենց հզոր ուժգին երկրաշարժը փետրվարի 6-23 թվականի եղել է արհեստածին, այսինքն ոչ թե բնական աղետ, այլ արհեստածին երկրաշարժ է եղել եւ այդ Պլուտոնի եւ սև լուսնի դիմակայությունը ըստ էության այդ տեսությունը ոնց որ թե գալիս են այսպես ապացուցելու։ Միաժամանակ նաև մենք տեսնում ենք, որ սև լուսին, թամպես երբ սև լուսինը կարիճում է կամ սև լուսինը կույս կենթանակերպում է, ավելի հաճախակի են լինում երկրաշարժեր, նամանավանդ օձի եւ վիշապի տարիներին նույնպես շատ հաճախակի են լինում երկրաշարժեր, անգամ հին այդպիսի գիտեք, որ կան պատկերացումներ, որ երկրաշարժը տեղի ունենում ժամանակ երբ լճի կամ ծովի կամ օվկիանոսի մեջի վիշապները սկսում են շարժվել կամ օձերը, այդ իսկ պատճառով
կապ կա հենց օձի եւ վիշապի հետ այդ պատկերացումների, հենց երկրաշարժների կամ հրաբուխների մասին պատկերացումները։ Այստեղ հետաքրական է, որ Սև լուսին հենց անմիջապես գտնվում է այդ 23 թվականի երկրաշարժի հարավային հանգույցի անմիջապես միացած, որը նույնպես ստեղծում է վտանգ հենց կրկնության, այսինքն հնարավոր է շատ հավանական է, որ այս երկրաշարժը հունիսի 3-ի գիշերվա վերջինը չի լինի, այլ լինեն նաև շատ ավելի հզոր եւ ուժեղ երկրաշարժներ այստեղ։ Բայց ես այսպես կարծում եմ, որ քանի որ այստեղ Մարսն է բավականին հզոր արտահայտված, իմ կարծիքով այստեղ փորձարկվում է ինչ-որ զենք, բավականին ստորգետնյա զենքեր են փորձարկվում։ Ու արդեն գիտեք, ապացուցված է, որ կան այնպիսի զենքեր, մշակված են այդ զենքերը, որոնք կարող են առաջացնել համապատասխան խորության տակ մի քանի կիլոմետր խորության տակ պայթյուններ են տեղի ունեն կատարվում այդ զենքի օգնությամբ եւ ստեղծվում է այսպես համապատասխան ֆոն եւ տեղի ունենում երկրաշարժ, սեյսմիկ ֆոնը ակտիվանում եւ ստեղծում են երկրաշարժեր արհեստացին ու այստեղ նույնպես շատ հնարավոր է այդպիսի զենքի կամ փորձարկում կամ ինչ-որ նմանատիպ զենքերի կիրառում, որտեղ Մարսի եւ Արեգակի եւ Լուսնի այսպես սերտ համագործակցություն այս քարտեզներում այդպիսի այսպես կասկածների տեղիք են տալիս։ Մահա այսքանը թուրքական երկրաշարժի մասին, սիրելի բարեկամներ։